Որն է Երիվարի առաքինությունը։ Ոսկե սանձ կամ ոսկե կամար մետաքսյաթելով հյուսված ծածկոց, սև ու սպիտակ բուտերով ոսկեթել գորգեր, ակնակուր զարդեր, ոսկե թելերով հյուսված բաշ ունենալը, թե արագ վազքն ու հասցրունքները, հաստատուն քայլքը, քաջազոր սմբակը, կորովի լինելը երկար ճանապարհին, պատերազմի մեջ ճակատամարտում մեծ քաջություն ցույց տալն ու փախչելիս հեծյալին փրկելը։ Միթե պարզ չէ, որ վերջիններն են Երիվարի առաքինությունները եւ ոչ թե առաջինները։ Որն ես համարում Էշերի ու Ձիերի առաքինությունը, ոչ այն, որ նրանք լավ բեռնակիր են, հեշտությամբ են անցնում ճանապարհը, վեմի պես ամուր ոտքեր ունեն։ Կասենք, թե այնինչ արտաքուստ դրված է նրանց վրա, ավելի լավն է դարձնում նրանց։ Ոչ, երբեք։ Իսկ որ որդատունքների վրա ենք մենք սքանչանում, նրանց, որ սաղարթներով ու ճյուղերով են հարուստ, թե նրանց, որ պտուղներով են բեղում։ Որ ձիթենուն ենք լավ համարում, բարձրուղեշ ճյուղեր ու խիտ տերևներ ունեցողին, թե իր բոլոր ճյուղերի վրա առատ պտուղներ ունեցողին։ Արդ այս նույն օրինակով առաջնորդվենք նաև մարդկանց հարցում։ Քննենք, ընտրենք մարդու առաքինությունը եւ վնասակար համարենք միայն այն, ինչը կարող է եղծել նրան։ Եվ արդ որն է մարդու առաքինությունը։ Ոչ ունեցվածքը, որ վախենա սաղքատությունից։ Ոչ մարմնի քաջառողջությունը, որ երկնչես հիվանդությունից։ Ոչ բազմության կարծիքը, որ փախչես վատհամբավից։ Ոչ կյանքն ինքը, որ քեզ համար սարսափելի լինի մահը։ Ոչ ազատությունը, որ փախչես ծառայությունից, այլ ճշմարիտ եւ ուղիղ վարդապետությունն ու վարքի ուղղությունը։ Իսկ սրանցից ինքը սատանան էլ երբեք չի կարող զրկել մարդուն, եթե նա, ով ունի սրանք, գեղեցիկ ջանքերով խնամելով պահպանի դրանք։ Այս մասին իմացավ ամենաչարն ու վայրենին Դևը։ Սրա համար նա իր ողջ ունեցածից զրկեց Հոբին, ոչ թե որպեսզի աղքատացնի նրան, այլ որպեսզի ստիպի նրան հայհոյության խոսք ասել։ Հարվածեց ու վիրավորեց նրա մարմինը ոչ թե նրան հիվանդացնելու համար, այլ որպեսզի հիմնիվեր քակտի նրա հոգու առաքինությունը։ Բայց երբ իր բոլոր մեքենայությունները գործադրեց նրա դեմ, աղքատացրեց մեծահարուստին եւ որ մեզ ամեն բանից սոսկալի է թվում, բազում որդիներ ունեցողին անզավակ թողեց։ Երբ նրա ամբողջ մարմինը կեղեքեց առավել դաժանորեն, քան դահիճները ոմանցը ատյանի հրապարակում, քանի որ նրանց եղունգներն այդպիսի ակոսներ չբացեցին իրենց ձեռքն ընկածների կողերի վրա, ինչպես որ թերի բերանները Հոբի մարմնի վրա, երբ նրա մասին նաև ոչ բարի կարծիք տարածեց, քանզի նրա բարեկամները, որ եկել կանգնել էին նրա մոտ, ասում էին, թե նա արժանիորեն է տանջվում իր մեղքերի համար, եւ բազում այլ մեղադրանքների խոսքերով խոցում էին նրան։ Երբ ոչ միայն քաղաքից, այլ նաև տնից զրկեց նրան, վտարեց օտար քաղաք, նրա համար տուն միայն ժամանակ նաև քաղաք դարձրեց աղբակույտը, ոչ միայն ոչ մի վնաս չհասցրեց, այլ իր դարանների միջոցով առավել շքեղ ցույց տվեց նրան։ Ոչ միայն նրա ունեցվածքից ոչինչ ավար չառավ, թեև այդքան բան հափշտակեց նրանից, այլև առավել հարստացրեց նրա առաքինությունները, քանզի այդ ամենից հետո նա առավել մեծ համարձակություն ունեցավ, ինչպես սաստիկ ու մեծ մրցության մեջ սխրագործողը։ Արդ եթե նա ով այսքան բան կրեց եւ չվնասվեց, կրեց ոչ թե որևէ մարդուց, այլ Դևից, որ առավել դաժան է, քան բոլոր մարդիկ, ապա ինչ պատասխան պիտի ունենան նրանք, ովքեր ասում են, թե այսինչը ինձ մեծ տույժ ու վնաս հասցրեց։ Եթե այդքան չարությամբ լցված բանսարկուն, իր բոլոր հնարներն օգտագործելով, իր բոլոր նետերը ձգելով, միանժամանակ իր բոլոր չարիքները թափելով արդարի տան ու մարմնի վրա, ոչ մի վնաս չհասցրեց նրան, այլ ինչպես ասացի, առավել օգուտ տվեց նրան, ապա ինչպես ոմանք կարող են մեղադրել սրան կամ նրան, որ իրենց իբրև թե մեծ վնաս են հասցրել, եւ ոչ թե առավելապես հենց իրենց։ Հապա ինչպես կհարցնի որևէ մեկը, միթե սատանան չվնասեց Ադամին, չկործանեց եւ դրախտից չարտաքսեց նրան։ Ոչ նա, այլ վնասվողի մեղքը, նախահայրը զգոն եւ արթուն չեղավ, քանզի նա ով այդպիսի եւ այդքան հնարներ գործադրելով
չկարողացավ սասանել Հոբին, ինչպես կարողացավ փոքր ջանքով հաղթել Ադամին, եթե Ադամը ինքը չէր, որ իր անփութությամբ մատնեց իր անձը։ Ուրեմն ինչ, միթե ոչ մի վնաս չկրեց նա, ում զրպարտեցին, դավաճանեցին, ունեցվածքը հափշտակեցին, զրկեցին առհասարակ ամեն բանից, հայրենի ժառանգությունից և տառապանքի մատնեցին ծայր աղքատության մեջ։ Ոչ մի վնաս չկրեց, այլ մեծ օգուտ, եթե արթուն է։ Ասա ինձ, ինչը վնասեց առաքյալներին։ Միթե նրանք մշտապես չէին մաքարում քաղցի, ծարավի ու մերկության դեմ, և միթե դրանց շնորհիվ էլ առավել շքեղ ու անվանի չեղան և մեծ օգնություն չգտան Աստծուց։ Իսկ Ղազարոսին ինչ վնաս հասցրեցին հիվանդությունները, վերքերը, աղքատությունն ու խնամողների բացակայությունը։ Թերևս հենց այդ ամենից նրա համար առավել մեծ պսակներ կազմվեցին։ Ինչ արեցին Հովսեփին հայրենի երկրում և օտարության մեջ վատ համբավ ունենալը, քանզի շնացող և վատաբարո համարվեց։ Ինչ արեց նրան ծառայությունը, ինչ արեց հայրենի երկրից հեռացումը, միթե հենց դրա համար մենք առավել չենք հիանում ու զարմանում նրանով։ Իսկ ինչ ասեմ նրա արտաքսման, նժդեհության, աղքատության, ամբարի համբավի ու ծառայության մասին։ Աբելին ինչ վնաս հասցրեց ինքը մահը բռնի անժամանակ իր իսկ հարազատի ձեռքով նյութված, միթե դրա պատճառով ամբողջ տիեզերքը չի գովում նրան։ Տեսնում ես, թե ինչպես խոսքս խոստացածներից առավելը ցույց տվեց մեզ։ Այն հայտնի կերպով մեզ ոչ միայն ցույց տվեց, թե չկա մի մարդ, որ ուրիշից վնասվի, այլ մանավանդ, որ մեծ շահ ունեն նրանք, ովքեր հսկում են իրենց անձերին։ Հապա ինչի համար են պատիժներն ու տանջանքը, կհարցնի մեկը։ Ինչի համար են գեհենը, սպառնալիքները, եթե ոչ ոք չի վնասվում և ոչ ոք չի վնասում։ Ինչ ես ասում։ Ինչու ես խառնում խոսքերը։ Ես չասացի, թե ոչ ոք չի վնասում, այլ թե ոչ ոք չի վնասվում։ Հապա ինչպես է, որ շատերն են վնասում, բայց ոչ ոք չի վնասվում։ Այնպես, ինչպես այժմ ուսուցանեցի, ինչպես որ Հովսեփին վնասեցին նրա եղբայրները, բայց նա ոչ մի վնաս չկրեց։ Աբելին դարան նյութեց Կայենը, բայց նա թակարդի մեջ չընկավ։ Պատուհասներն ու տանջանքները դրա համար են։ Աստված ոչ թե չարչարվողների առաքինության համար վերացնում է պատիժը, այլ մեղավորների պղծության պատճառով սահմանում է պատիժներ։ Թեպետև դավաճանների կողմից չարիք կրողները առավել փառավոր են դառնում, բայց այդ ոչ թե դավաճանողների մտադրությունից է, այլ տառապողների արիությունից։ Դրա համար վերջինների համար սահմանվեցին ու պատրաստվեցին պարգևներ, նրանց իմաստությունը սիրելու համար, իսկ առաջիններին պատիժներ չարության համար։ Ունեցվածքից զրկվեցիր, ասա, իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա և մերկ էլ կվերադառնամ, ինչպես Հոբն է ասում։ Դրան ավելացրու և առաքելական այն խոսքը, թե որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ և ոչ էլ պիտի կարողանանք տանել, ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է ասում։ Քո մասին չար խոսքեր լսեցիր և բյուր անարգանքով անարգեցին քեզ։ Հիշիր այն խոսքը, որ ասում է, թե վայ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին։ Ուրախ եղեք և ցնծացեք, երբ մարդիկ ձեր մասին չար անուն հանեն, ինչպես գրված է Ղուկասի ավետարանում։ Վտարվեցիր ու աքսորվեցիր, մտածիր, որ դու այստեղ հայրենիք չունես, իսկ եթե լավ իմանաս, քեզ հրամայվեց ամբողջ երկիրն իբրև օտարություն համարել, ծանր հիվանդացար, ասա դու առաքելական այն խոսքը, թե թեպետև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե, ինչպես Պողոս առաքյալն է ասում։ Բայց թերևս մեկը բռնի մահվան ենթարկվեց, հիշիր դու Հովանեսին և բանտում կտրված նրա գլուխը, որը սկուտեղի վրա դրված իբրև պարգևի մաստրվեց պոռնկական պարի համար։ Մտածիր դրա փոխարեն հատուցման մասին, քանի որ այս բոլոր նեղությունները, որ ուրիշների կողմից հանիրավի հասնում են մարդու վրա, և մեղքերն են քավում, և արդարություն պատրաստում։ Այսքան մեծ է սրանց օգուտը նրանց համար, ովքեր քաջասրտորեն համբերում են դրանց։
Եվ արդ, եթե ոչ ունեցվածքի կորուստը, ոչ զրպարտություններն ու անարգանքները, ոչ արտաքսումն ու աքսորը, ոչ հիվանդությունն ու չարչարանքը եւ ոչ էլ մահը, որ ամեն բանից ահավոր է համարվում, ոչ մի վնաս չեն հասցնում նրանց, ովքեր կրում են դրանք, այլ մեծապես եւ առավելապես օգուտ են տալիս, ապա ցույց տուր ինձ, ինչից կարող է վնաս կրել որևէ մեկը, եթե այս ամենը որևէ կերպ չեն վնասում նրան։ Ես կջանամ ապացուցել հակառակը, որ հատկապես նրանք, ովքեր մեծապես վնասվեցին, տանջվեցին ու անբժշկելի վերքեր կրեցին, իրենք են, որ այդ ամենը պատճառեցին ուրիշներին։ Ով է առավել խեղճ ու թշվառ, քան Կայենը, որ նույն կերպ վարվեց իր հարազատի հետ։ Ով է առավել թշվառ, քան Փիլիպոսի կինը, որ գլխատեց Հովանեսին։ Ովքեր են առավել ավաղելի, քան Հովսեփի եղբայրները, ովքեր վաճառեցին նրան եւ վտարանդի դարձրին։ Ով է սատանայից առավել ողորմելի, որ այդքան չարիքներով վարակեց Հոբին, քանի որ նա ոչ միայն այլ հանցանքների, այլ նաեւ այդ չարամտության համար պիտի կրի մեծ պատիժ։ Տեսնում ես, թե ինչպես այստեղ նույնպես մեր խոսքը խոստացվածից ավելին ցույց տվեց ձեզ։ Փորձվողներին ոչ միայն ոչ մի վնաս չեն հասցնում դարան նյութողները, այլև այդ ամենը վերադառնում է կուտակվում է դավողների գլխին։ Հիրավի, եթե մարդու արժանիքը չեն ոչ հարստությունը, ոչ ազատությունը, ոչ հայրենիքում բնակությունը, ոչ ասածներիցս որևէ այլ բան, այլ հոգու առաքինությունները, ուրեմն երբ վնասը պատճառվում է այս ամենին, մարդկային առաքինությունները ոչնչով չեն վնասվում։ Իսկ եթե մեկը վնաս պատճառի հոգևոր իմաստությանը, այս դեպքում նույնպես, եթե վնասվում է ոչ թե ուրիշներից, այլ ինքն իրենից, իր իսկ անձից։ Թերևս կհարցնես, ինչպես ինքն իրենից եւ իր անձից։ Երբ մեկը ծեծի ենթարկվեց մեկ ուրիշի կողմից, կողոպտվեց կամ մեկ այլ դժնդակ անիրավության ենթարկվեց, հայհոյության մի բառ ասաց, մեծապես վնասվեց, բայց ոչ իրեն հարստահարողից, այլ իր իսկ փոքր ուգությունից։ Ես վերևում արդեն ասացի եւ այժմ դարձյալ կասեմ, թե չկա մի մարդ, որքան էլ ապիրատ լինի, որ կարող լինի առավել չարիք պատճառել որևէ մեկին, քան անագորույն դևը, մեր անհաշտելի թշնամին, ոխերին բանսարկուն, բայց այն դժնդակ դևն էլ ոչ մի կերպ չկարողացավ սասանել եւ կործանել նրան, ով ապրում էր նոր օրենքից ու շնորհներից առաջ, թեպետև բոլոր կողմերից այդքան եւ այդպիսի դառը նետեր տեղացին նրա վրա։ Այդպիսին է հոգու արիությունը։ Իսկ Պողոսը միթե չկրեց այնքան դառնություններ, որոնք դժվար է հաշվելը։ Կապանքներով կապված նստեց բանտում, շղթաներով ամրացվեց, վտարվեց ու վտարանդի շրջեց, գանակոծության ենթարկվեց հրեաների կողմից, քարկոծվեց, ոչ միայն կաշվեջլերով, այլ նաև գավազաններով թիկունքը պատռվեց, նետվեց ծովերը, բազում անգամ ընկավ ավազակների ձեռքը, անդադար զրկանքների ենթարկվեց թշնամիներից ու ծանոթներից, բյուրավոր դարանակալություններով դավաճանեցին նրան, պատերազմեց սովի ու մերկության դեմ, բազում ուրիշ աղետներ ու տառապանքներ կրեց մշտապես, բոլորը մեկ առ մեկ չթվելու համար ասենք, ամեն օր մեռավ։ Բայց այսքան ու այսպիսի տառապանքներ կրելով հանդերձ, նա ոչ միայն ոչ մի հայհոյության խոսք չասաց, այլև ուրախանում ու պարծենում էր սրանցով, մի տեղում ասում է. ուրախ եմ իմ չարչարանքների համար, եւ դարձյալ թե, եւ ոչ այսչափ միայն, այլև պարծենում ենք, ասում է, մեր նեղությունների մեջ եւս։ Եվ եթե այդքան չարչարանքներ կրելով ուրախ էր եւ պարծենում էր, ինչ թողություն պիտի գտնես եւ ինչպիսի պատասխան պիտի տաս, որ դրանցից մի փոքրիկ մաս անգամ չկրելով հայհոյում ես։ Բայց հարստահարվելով տանջվում եմ, ասում ես, եւ եթե չհայհոյեմ իմ ամբողջ ունեցվածքից զրկվելով ողորմություն տալ չեմ կարող։ Այդ խոսքերը պատրվակ են, հնարված պատճառներ, քանզի թեև դա քեզ իսկապես ցավ է պատճառում, բայց լավ իմացիր, որ աղքատությունը չի խոչընդոտում ողորմությանը։ Որքան էլ աղքատ լինես, ավելի աղքատ չես, քան այն կինը, որ միայն մի բուռ ալյուր ուներ եւ օգնեց Եղիային, ով ընդամենը 2 լումա ուներ եւ գցեց գանձանակը։ Նրանք երկուսն էլ իրենց ամբողջ ունեցածը տալով կարոտյալներին
նորանշան զարմանքի առիթ տվեցին եւ այդքան աղքատությունը չխափանեց այդքան մեծ մարդասիրությունը, այլ երկու լումայի ողորմությունը այնքան առատաձեռն ու պատվական եղավ, որ ստվերեց բոլոր մեծահարուստների բոլոր ողորմությունները եւ հաղթեց շատ բան գցողներին մտքի հարստությամբ եւ ջերմեռանդության առատությամբ։ Այստեղ նույնպես ոչ մի վնաս չես կրում, այլ մեծ օգուտ, քանզի փոքրիկ նվիրատվությամբ շատ բան տվողներից առավել պայծառ պսակների ես արժանանում։ Բայց որքան էլ խոսենք այս ամենի մասին, միևնույն է, մարմնասեր, այս կյանքի հաճույքների մեջ թաղված ու փափկակյաց մարդիկ չեն կարողանում հեշտությամբ թողնել այս դյուրաթառամ ծաղիկները, այդպիսին են այս կյանքի հաճույքները եւ չեն ուզում հեռանալ այս ստվերներից։ Բայց անգամ մարդկանցից լավագույններն են ձգտում այդ եւ այլ բարիքներ ունենալ, իսկ ավելի խղճալիներն ու թշվառները առավելագույն մասով ընկնում են այստեղի բարիքների հետևից, իսկ այնտեղի ավելի քիչ չափով։ Եկ այդ իրերի աղտեղի ու տգեղ երեսներից հեռացնենք գեղանի եւ սոսկ արտաքին կերպարանք ունեցող դիմակները եւ ցույց տանք այդ անառակ կնոջ գարշելիությունը։ Քանզի հենց այդպիսին է կյանքը նրանց, ովքեր ձգտում են հարստության եւ իշխանության, զազրելի, տգեղ, լի բազում գարշությամբ, տհաճ, անտանելի եւ դառնությամբ լցված։ Այս ամենն են, որ ամենայն թողությունից զրկում են դրանցով գերվածներին, քանի որ նրանց համար ցանկալի ու խիստ փափագելի է այս կյանքը, որ լեցուն է բազում տհաճություններով ու դառնությամբ, բյուրավոր չարիքներով, վտանգներով, արիամբ, սարսափներով, վիհերով, սպանություններով, ահ ու դողով, նախանձով, չարակնությամբ, որոգայթներով, ամենօրյա հոգսերով ու վարանումներով, որ չունի ոչ մի օգուտ եւ այնքան աղետների դիմաց ոչ մի պտուղ չի բերում, բացի տանջանքից, պատուհասից եւ հավիտենական չարչարանքներից։ Թեև այսպիսին է, բայց շատերին է այն երանելի եւ անցկալի թվում, որ գերվածների անմտության նշանակն է եւ ոչ թե իրական երջանկություն։ Այդպես փոքր երեխաներն են հիանում եւ ուրախանում իրենց խաղալիքներով, իսկ հասուն մարդկանց վերաբերվող բաների մասին պատկերացում անգամ չունեն։ Բայց նրանք թողություն ունեն իրենց մանուկ հասակի պատճառով, իսկ սրանք չունեն ոչ մի արդարացում, հասուն տարիքում երեխայական միտք ունենալով եւ լինելով ավելի անմիտ, քան նրանք են։ Ինչի համար է նախանձելի հարստությունը, ասա դու ինձ, եւ հարկ է, որ մենք հենց սրանից սկսենք մեր խոսքը, որովհետեւ շատերը, ովքեր վարակված են այս ծանր ախտով, այն համարում են քաջառողջությունից, կյանքից, բազմության գովասանքից, բարի համբավից, հայրենիքից, ընտանիքից, բարեկամներից, ազգականներից եւ ամեն բանից առավել պատվական։ Այս հրդեհի բոցը բարձրացել է մինչև ամպերը։ Այս հնոցի կրակը տարածվելով կլանել է ծովն ու ցամաքը։ Չկա բոցը հանգցնող, իսկ բորբոքողները առհասարակ բոլորն են, ինչպես նրանք, ովքեր արդեն գերվել են, այդպես էլ նրանք, ովքեր դեռևս չեն գերվել, որպեսզի գերվեն։ Յուրաքանչյուր ոք կարող է տեսնել, որ բոլորը տղամարդ թե կին, ծառա թե ազատ, հարուստ թե աղքատ, իր կարողության չափով բարձած գիշեր ու ցերեկ բեռներ են բերում այս բոցի համար ճարակ պատրաստելու։ Ոչ փայտի եւ ոչ խռիվի բեռներ, որովհետեւ այդպիսին չէ բոցը, այլ հոգու եւ մարմնի անիրավության եւ անօրինության։ Հենց սրանցով է բորբոքվում այդպիսի բոցը։ Հարուստները երբեք սահման չեն դնում այդ անպատշաճ կրքին, եթե անգամ ամբողջ տիեզերքն իրենց բռի մեջ ունենան։ Իսկ աղքատներն էլ ջանում են հավասարվել նրանց եւ այսպես ինչ որ անբուժելի կատաղություն, անսանձ մոլեգնություն, անդարմանելի ախտ ըմբռնել է բոլորի հոգին։ Այս սերը թուլացրել, պարտության է մատնել ու հոգուց դուրս է մղել բոլոր մյուս սերերը, ընկերական ու ազգականական։ Ինչ եմ ասում ընկերական կամ ազգականական, երբ կնոջ ու զավակների սերը գետին ընկավ ու ոտնատակ եղավ, նրանցից առավել սիրելի ինչ կա մարդկանց համար, քանի որ այս բարբարոս ու անագորույն տիկինը իշխում է բոլորի հոգուն։ Հիրավի այն իբրև մի տմարդի թագուհի, իբրև մի դաժան բռնակալ, իբրև անագորույն բարբարոս, իբրև հրապարակում հռչակված գեղապանց պոռնիկ, պղծում, սանձահարում, բյուրավոր վտանգներով ու պատուհասներով լլկում է նրանց, ովքեր ընտրեցին ծառայելու նրան։
Ինքը, որ սոսկալի է ու դաժան, վայրենի ու անընտել, բարբարոս, գազանադեմ ու գայլից ու արյուծից առավել ամեհի, իր կողմից գերվածներին գեղեցիկ ցանկալի ու մեղրից ավելի քաղցր է երևում եւ նրանց դեմ անդադար սուսեր ու զենք է կռում, անդունդներ է փորում, ձգում է դեպի վիհերն ու ստորջրյա ժայռերը, բյուրավոր տանջանքների որոգայթներ հյուսում, եւ նրանք, ովքեր գերվեցին նրանով եւ ովքեր ցանկանում են գերվել, կարծում են, թե այն երջանիկ է դարձնում իրենց։ Ինչպես խոզն է հեշտանում եւ փապկանում, թավալվելով կեղտի ու տիղմի մեջ, եւ բզեզներն են անդադար դեգերում աղբակույտի շուրջը, այդպես էլ նրանք, ովքեր բռնվել են արծաթասիրությամբ, ավելի թշվառական են, քան այս կենդանիները։ Այստեղ բղծությունն ավելի մեծ է, իսկ տիղմն առավել գարշահոտ, քանզի այս կրքին տրվելով նրանք մտածում են մեծ վայել քաղել դրանից, որ կախված է ոչ թե այդ բանի էությունից, այլ այն մտքից, որը տառապում է այդպիսի անմտությամբ։ Սա ավելի վատթար է, քան անասնական անմտությունը։ Ինչպես որ տիղմն ու աղբակույտը չեն այն բանի պատճառը, որ կենդանիները մնում են դրանց մեջ, այլ նրանց մեջ թաղված կենդանիների անմտությունը, այդպես էլ իմացիր այդ մարդկանց մասին։ Հատված Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետի այն խոսքից, թե եթե մարդն ինքն իրեն չվնասի, նրան ոչ ոք վնասել չի կարող։